Պատրաստենք։ Ամեն։ Եթե պատրաստ ես, Քիմ թագավորաց 19 բաց։ Աստվածաշունչը բաց, սեուլերը բաց, Քիմ թագավորաց 19։ Այսօր պիտի նայենք հատկապես 5-րդ համարեն անտին։ Եվ այսօրվա նյութիս վերնակիրը կամ պատկամը հետևյալն է. ինչ ես անում այստեղ։ Եվ միտքս ադի չէ, որ ինչ անում ես եկեղեցում, ադի չէ միտքը, այս խոսքը որ ուսավ ինքը, ասված, Եղիային ասավ։ Հետևաբար պիտի հասկանանք ինչս է դա ադիգա, եւ ադոր մեջ պիտի մտնենք։ Եվ նախքան մտնեմ 5-րդ համարեն, ով գիշի անցյալ անգամ ինչի վրա ասպես գետրոնացանք, ինչ խոսեցանք անցյալ անգամ, ասպես highlight-ներ եթե գրնակ տալ։ Մահաբա անչեց Եղիա, այո։ Վախին բաժարով պատկամավոր գրգեց Հեզապելը բաղցավ փախավ բավդեցավ անաբադ կնաց չեմը անաբադ կնաց ասված իրեն չսավ որ երթա եւ ասավ ես մենակ մնացի չեմը գոչումնա ցկեց so ինչպես կլա այդպես մեծ Եղիան որ մենք մեծ կտեսնենք Այսօր ինչ այդ պիտի տեսնես, ինչապ թերություններ ունի Եղիան ավելի պիտի երևի ասիգա եւ ընդհանրապես ասպես մեզի Եղիան կծված է իբրև այդ Եղիան որ գիտես երկինք համբարձավ եւ այո համբարձավ մահ չտեսավ բայց եւ այնպես կգարձենք որ հեչ անսխալական էր Եղիան բայց Սուրբ Հոգին նպատակն եւ ինչ կեցիկ ծևով մեզի ցույց կտա որ ամեն մարդ սխալական եղած է բացի Հիսուս Քրիստոս եւ եթե ասես սխալական մարդիկ երկինք կհամբարնան Ալուր մնաց թուն եւ մեր թերությունները նոր գդագարանի մեջ որով ներում գա բոլորիս մեր սխալներուն համար որով Հիսուս խաչի ելավ 5 դագարանի մեջ թեր խաչը չգար 5 դագարանի մեջ ժողովուրդը Գաբրեին օրենքին համաձայն եթե սխալեցան հետևանք կա քան իրենք այդպես ուզեցին մինչեւ որ ասված գիտնալով որ ժողովուրդը այդպես իրեն պիտի չասնի օրը իր որդին գրգեց մանուկ իբրև մանուկ եւ խաչը բարձրացավ որովհետեւ մեզի բոլորը ճանապարհը փանայ նոր գդագարանը հրավ նոր ուխտը հրավ որմով ես եւ տուն այսօր շնորհք ունենք ողորմություն ունենք ներում ունենք ամեն ինչ ունենք որ մենք այսօր շատ բարձրությամբ կընդունենք բայց 5 գդագարանի ժողովուրդը գերազեն որ այս օրերուն ապրեին մանան մարգարեները գանիկ դեսնեին այս օրերը Դեր Հիսուս սավ ինչապ գեփափակեին որ լսեին անփաները որ դուք կլսեք այսօր եւ դեսնեին անփաները որ դուք կդեսնեք այսօր մարգարեները 5 դագարանի մեջ բայց չդեսան անոր հուսալով ապրեցան իրենք հերույեն դեսան բայց իրենց օրերուն չերևցավ ադիգա չեմը so մի դեսեն ինչապ սխալական եղած է Եղիան Ուրեմն Եղիան 3-4 համարներում մեջ 19-րդ գլուխ դեսան ինչպես հետը զեդե յետևս կսավերտալ չէ Զարանցը կեց, անաբադ կնաց, մենք գսինք ամեն անաբադ աստուզ մեջ է։ Դեր ինձի անաբադ գրգեց։ Դերը կեզի գրգեց անաբադ, կամ տուն կեզի դարիր անաբադ։ So, ադի լավ պետք է սերդես տուն և բադասխանը ադոր տուն կիդես։ Ինքը գոչումը ծկեց, և գոչումը ծկելուն բաջարով անաբադ հասավ, ինքս ինքը անաբադ դեսավ։ Անգետքը կիհի ձարին դակ նստեց, անգետքը մերնիլ ուզեց, սրդանց մերնիլ ուզեց, Ես դեսած եմ մարդիկ, որ սրդանց ուզած են մերնիլ, և ցեզի իսեմ, անդեղը և որ մեկը հասնի, սին գադարյալ 100% հուսահատ վիճակի մեջ ասեր այլևս։ Հուսահատ։ Մեր մեջ ունենք մեկը, որ գուզեր գոր նույնս անցնասպանը լալ։ Գամուրջեն պիտի ծատկեր։ Որ մեկ գամուրջներ։ Հիշում։ Քևյանի գամուրջը։ Քևյանի գամուրջեն պիտի ծատկեր։ Եվ որ մեկը գորոշե որ ծատկիլ անցնասպանը լալ կամ մերնի Այլևս չի գրնար որ շալգի, այլևս սելի ինչանդ հուսահատ վիճակի հասավ, չեմը։ Անաբադի մեջ ձարին դակ նստեցավ, որ քիչ մշուկ առնե։ Եվ աստուծո ասա, որ ալ հերիք է, չեմ թիմանար ով դեր իմ հոգին ար։ Ինչու, որովհետև ես իմ հայրերից, եւ ասի բարձրապես հիշողության համար, ինչու համար հասավ Եղիան հոս աս վիճակին, որովհետև հբարդություն ծնած է իր մեջը։ Ինքզինքը գարձեց իր հայրերեն ավելի լավ է։ Եվ նկատի առ
Չի մտածեր նույնիսկ, նենց որ հանգրվանին հասած է։ Չսեր որ ես իմ մարգարե ընկերներես ավելի լավ եմ, գսե որ իմ հայրերես ավելի լավ եմ։ Մեջը գա Աբրահամը, մեջը գա Իսահակը, մեջը գա Հակոբը, մեջը գա ամեն հավատքի դեր մարդի Դավիթը եւ այլն աս բոլորը գային եւ գսե որ ես իմ հայրերից ավելի լավ չեմ։ Ինքը Գաբրիգ որ այնպես որ ինքը իր հայրերեն ավելի լավ է։ Չնայած որ նույնիսկ իր կովիներեն անոնց նույնիսկ ֆիլտրեն չանցներ որ իրենց հայրերուն հետ կչափե որ ինքը եւ գսե որ ես իրենց մի ավելի լավ եմ, բայց ի վերջո կեդին փագավ եւ Աստուծոքով ելավ սա որ ես իմ հայրերես լավը չեմ։ Ոնչի վերջացավ պատմությունը 5-րդ համար գարտանք գսե եւ բարգեց ու քնեց Քիհուդակ։ So Քիհուդարը գա անորդագը նստած էր հուսահատ դարձավ մեռնիլ ուզեց անգետնալ քնանալու սկսավ։ Գտեսնես եւ հոստե ինչապ ինձ գիհիշեցնի եւ գգարտայի եւ գխոգայի ինչապ ինձ գիհիշեցնի Հիսուսին արագները որ խոսեցավ իր աշակերտներուն չքնանաս արթուն մնացեք։ Հիմա Եղիան որ երկինքեն գրագի չեցուց սով փերավ, սովը տատրեցուց, 850 մարգարե սպանեց, այդ Եղիան քնանալու վիճակին ասավ, գտեսնես։ Այսօր ինչապ հավատացյալներ կան, որոնք քնացած վիճակի մեջ են։ Քիհուդարին դակը քնացած են։ Եվ կսպասեմ, որ Աստված իրենց բան մնե, որովհետեւ իրենց անդեն դուրս անի։ Աստված բաներ գնե, բայց պիտի տեսնեք աս բաթմության մեջ քու կորձակցություն դալ կբահանջե։ Աստծո խոսքը բոլորին գուկա։ Բայց անի որ գբռնվի Աստծո խոսքին, անի գտեսնե բդուղ։ Ցանիգա որ պիտի ցկե վրան անցնի Աստծո խոսքը, իրեն օգուտ չի դարադի։ Աստված պիտի չի կա քու ցերկետ բռնելով ոտքի հանե եւ քու դեղդ քալե ինքը, քեզի քալեցնել պիտի դա դու պիտի քալես։ Քալելի կունիստուն Աստծո խոսքին իման վրա։ Եվ ադի պիտի տեսնենք այսօր։ So, բարգեց ու քնեց Քիհուդակ։ Եվ ինչ գեղեցիկ է Աստված։ Քնացած վիճակին մեջ անգամ, ատկան քեշ վիճակին մեջ անգամ, որ նույնիսկ մենք շատ անգամ կհասնենք, եթե զգուշ չենք, դերը դագավինգուկա, մենք կհուսադենք մեր ցերկերը գլվանք, մեր ծառայությունը կբազգանցենք, ամեն ինչ բազգանցենք, ասենք այլևս չեմ գնարգոր, հերիք է այլևս եւ այլն։ Աստված իր ցերկերը քու վրա չի լվար։ Քեզի կփորձե ավելի արիտներ դալ։ Ադու համար գտեսենք կսե հրեշտակ եկավ եւ ահա մի հրեշտակ թվավ նրան եւ ասաց նրան վերգած կեր։ Մասի կնացած է։ Հրեշտակ եղավ իրենսը ինչ կնե գրասի։ Վերգած գեր։ Այս խոսքը այսօր շատ հավատացյալներու պետք է ասվի։ Վերգած արտնցիր ցնցես մեկա դիրեն։ Գեր արտնցիր ինչ է բարգերս։ Անա Եղիային բես մեկը։ Վերգած գեր։ Ուրեմն Եղիան արտնցավ, գսե Եղիան նայեց եւ ահա նրա գողը դակ քարի վրա մի թխած նգանակ կար եւ մի գուշ ջուր։ Հիմա չեմ գիտեր քու գարձիկը ինչ է, բայց երկինքի խոհանոցը բավական արտիացած խոհանոց մն է։ Եվ որ քեզի ջաշ կփերե դակ կուդագոր քեզի ջաշ։ Սանք բաղ ֆրիզերեն ելած ջաշ մչի դար որ քեզի դակ տազա։ Եվ ոչ միայն քեզի ճուրնալ գուդագոր, քեզի հացնալ գուդագոր։ Աս հրեշտակը բավական զորավոր շեֆ մն է կամ դեղեմի եկած է որ զորավոր շեֆ գամ վերը, որ իրեն ասոնք պատրաստած է նկատիար Եղիան այլևս հուսահատ կեդին իջած է այլևս եւ Աստված ինչպես ցերկը գերգար է իրեն անաբատ կնած որ ոչ ուդե ոչ խմե ոնդե չգա ոչ ճուր ոչ գերագուր Աստված ունիս հոն իրեն գերագուր եւ ճուր հասցուց անա դակ հասցուց իրեն Աստծո խոսքը միշտ մեզի դակ կուկա բախ չի կար դակ կուկա եւ մեզ մեկը խնդրվի որ ոտքի գենան եւ ադիգա ուդենք եւ խմենք բայց Եղիան ինչ հրավ նա գերավ խմեց եւ թարցիալ քնեց վիճակ դիտե Եղիային նախ վաճ նկատի արեք վերջը գեցավ
Քնացած վիճակեն արտնցավ այսպես քովը նայեցավ, դեսավ դակ քարին վրա հացը գա, ճուրը գա, արավ գերավ ադոնք։ Ետ քնացավ։ Եվ հոսե շատ զորավոր համեմատություն կտեսնենք այսօրվա օրերու հավատացյալներուն եւ այս խոսքին հետը, որ կտեսնես հավատացյալներ եկեղեցի կան Աստծո խոսքը կլսեն, որ դակ կուկա իրենց, փուրեն նոր ելած է։ Աստծո խոսքը իրենց կուկա եւ իրենց կսե որ վերգած, ոտքի էլ, քայլե, գերասի գա, որբեսի քեզի ուժը դա, որբեսի ընես կորձը, որ Աստված քեզի գանչած է որ ընես, բայց հավատացյալներ կան ինչ կնեն, գուդեն, կխմեն։ Եդ իրենց քնացած վիճակին կվերատան։ Մի լարad հավատացյալը։ Մի լարad հավատացյալը։ Եվ որ Աստծո խոսքը ուկա որ քեզի դակ ամեն շաբաթ, ամեն օր Աստծո խոսքը քեզի ուկա ոտքի գերատ խոսքը, բարգած վիճակով մի ուդերատ խոսքը։ Ով գրնա բարգած ուդել ջաշ այստեղ։ Ընդհանրապես ինչ կսեն, նստիր, այդպես կեր չէ։ Բայց հավատացյալներ կան այսօր բարգած վիճակով գուդեն որ Աստծո խոսքը։ Ես գոխոսիմ ներսի գեցվածքի մասին։ Ոտքի չէ Աստծո խոսքը։ Քեզի ասանքսեմ։ Ինչու ոտքի գլաս, կամ երբ դու ոտքի ես գուդես, ինչս էլ է։ Հետ եղած է որ ոտքի ես գուդես կոր։ Շտաբես, ընելիք ունիս, չեմը։ Խելքը ուրիշ դեղ է, գուդես կոր ադի, ուժը դառնես, գործի պիտի երթաս։ Ադի կբահանջի որ Աստված մեզ մե։ Որ Աստծո խոսքը ad hoc վիճակով ուդես։ Փասիվ ցևով չուդես։ Աման, այսօր գարտացին գիշտ Աստծո խոսքը։ Ինչը սավազած քեզի։ Այսօրվա քարոզին նույնը ինչ էր, ադենները ռած եմ ասպես։ Ընդհանրապես գսվի որ շատ թյուրին գմոցվի, չէ՞, բայց ինչու պիտի մոռնաս։ Ինչու դու այդ կատեգորիան պիտի լաս։ Ինչու ես այդ կատեգորիան պիտի լամ։ Ինչու պիտի լամ կատեգորիի մեջ որ աշխարհը շինած է։ Եվ պիտի չլամ կատեգորիի մեջ որ Աստված շին, գսե որ լամանոր մեջ։ Եվ որ բոլոր մարգարեներուն նսավ ար գերասիգա, թող որ արունիտ մեջ մտնե, փորիտ մեջ մտնե, սնունդ առնես, անգետ կելի Աստծո խոսքը խոսիր, որ քուշերտներուտ մեջ պիտի տնա։ Ես եւ տուն Աստծո խոսքը բարգած վիճակով եւ որ առնենք, ինչ կնենք, յետ կքնանանք։ Աստծո խոսքը արիր, դակ։ Գարելի է ուրեմն յետ քնանալ։ Չէ՞։ Աստված երկինքի խոանոցեն մարդու ցերկով չեկավ, հրեշտակի ցերկով եկավ։ Երկինքեն դակ հաց եւ ճուր հասավ իրեն։ Գերավ խմեց եւ ետ քնացավ։ Ինչ կասկնաս անգե։ Ասել է, դու գրնաս ամենալավ քարոզներուն դագնալ գնալ, բայց եթե վեր գնալու հոգեվիճակը չունիս, դու քեզի շարժելու վիճակը չունիս եւ ընդուներ ես վիճակը։ Քնացած վիճակի մեջն ես, քեզի օգուտ չի բերեր նույնիսկ Աստծո խոսքը։ Ետ կքնանաս։ Սես գարելի է մը։ Եղիային է դեղավադնես։ Որով առաջին խոսքը մտիկ չրավ ինքը, եւ որ իրեն ասավ վերգած գեր, ինքը միան գերավ, բայց վեր չգեցավ։ Անամա ետ քնացավ։ Դեսնես համեմատությունը։ Քու մեջ է, եւ որ Աստծո խոսքը քեզի կգոր, ասանք արյուզի վես պիտի լաս։ Այդ խոսքը պիտի առնես, մեկն գործի վերածես ադիգա։ Որովհետեւ այդ խոսքը որ կգոր քեզի, մեջը սնունդը գա, զորությունը գա, որբեսի դու այդ գործը անես, բայց դու պետք է ոտքի լաս։ Պիժամա հակած պիտի չլաս։ Հակուստը հակած պիտի լաս, գոշիկները ոտքի դրած պիտի լաս, բադրաս պիտի լաս։ Ադու համար գսե Պողոս արաքյալ Աստծուծմով սպարազինվեցեք, սպարազինության մասին գխոսի Եփեսացիս 6-ի մեջը, որ գխոսի գոշիկի մասին, զրահի մասին, վահանի մասին, սուրի մասին, այս բոլոր սաղավարտի մասին, այս բոլոր բաներու մասին գխոսի, որ ասոնք մեր վրայեն պետք չէ հանենք, պետք է ադու միշտ ակած վիճակի մեջ լանք, ոչ թե հանգարց հանենք, պիժամա հագվենք, անգոյինը պատրաստենք, անգոյինի մեջ մտնենք։ Ադի ֆիզիկական մարմինդ պետք ունի, բայց հոգիդ ադոր պետք չունի։ Հոգիդ Աստուծո մեջ հանգիստը կգտնե։ Բարգելու պետք չունի հոգիդ։
Հետո ժողովուրդ։ Եղիան բարգած վիճակով գերավ, խմեց եւ ետ քնեց, դարձյալ քնեց կսե։ Հիմա 7-րդ համար։ Դրոջ հրեշտակը դարձյալ եկավ, փառք Աստծո։ Շատ շնորհակալ պետք է լանք դիրոջ, որ շատ անգամ ինչպես մեզի գշալգի Աստված։ Մեր հբարդությունը, մեր սխալները գշալգի Աստված։ Եվ մեզի չի թադեր ըստ մեր սխալներուն մեզի միշտ արիտ ուտա։ Ետ տբավ իրեն հրեշտակը։ Գնար իրեն ցկել երթա հունդե արանցին մերներ եղյան։ Իրեն ետ տբավ։ Եվ եթե հոմ մերներ, Եղիան պիտի չհամբարնար, մահ պիտի աշակեր։ Հրեշտակը իրեն ետ տբավ։ Եվ ինչ ասավ իրեն, վերգած նորեն։ Երկրորդ անգամ նույն խոսքը ասավ իրեն, որով առաջին անգամ չրավ այդ խոսքը։ Եթե առաջինին ներ նորեն բեք չուներ ասի գանելու։ Սո իրեն նորեն նույն բարերը ասավ, վերգած, գեր, այս անգամ հաջիս վեր ելիր, մի քնացած վիճակիդ մեջ մի ուդեր, ոտքի էլ, անանկեր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար։ Հիմա այս ճանապարհը, որ ինքը անորմե պիտի անցնե, այս ճանապարհը երկար պիտի լա իրեն համար։ Ամենուն համար երկար չէ այդ ճանապարհը։ Եվ ինչու համար իրեն համար երկար պիտի լա, որով ինքը բավական փոսի մեջ փորերը թրերը որ Ադքան խորում թաղեր է ինքը։ Եվ ադքան ինքը իր վիճակին բռնված, իր վիճակեն բաց չուզեր որ անցնել։ Չի խոնարիր իր հբարդութենեն, չընդունիր իր բադասխանատվությունը, չի խոնարիր Աստծո առջև եւ այդպես ինք որոշած է հանցնվել եւ ամեն ինչը ցկել, ասավ քեզ համար ճանապարհը երկար պիտի լա, արգերասիգա եւ ճանապարհին գիր։ Ետ մի քնան առաջից։ Ուտը եւ նա վեր գացավ փառք Աստծո, այս անգամ ոտքի ելավ Եղիան։ Գերավ ու խմեց եւ այդ գերագրի զորությամբ 40 օր 40 գիշեր քնած մինչեւ Աստծո սարը կորեփ։ Սո երբ դու ոտքի ելես եւ այդպես ուտես 40 օրվա չափ զորություն ունի ադի իր մեջը։ Մեկ օրվա համար չէ։ 40 օրվա չափ զորություն ունի ադի իր մեջը։ Որովհետև ոտքի վիճակով գերավ 40 օր գրծավ գդրել ջամփա։ Անաբադի մեջ ոչ գերավ, ոչ խմեց։ Այդ գերագորով քնած 40 օր։ Աստուծո գերագորները քեզի բավական հերու գտանի։ Մեկ հայտնություն կյանքդ կփոխի։ Մեկ հայտնություն Աստուծո քեզի Աստուծո խոսքով, բանը ճշմարտությունը բացվի քեզի։ Բան կյանքդ կփոխի։ Ես գիտեմ ինչա' ինձ իրաձ է ադիգա։ Մեկ հայտնություն, հոսե մեկ գերագուր, իրեն 40 օրվա ջամփա դարավ։ Եվ 40 օրը ընդհանրապես ինչի գիշեցնե քեզի։ Հիսուս գիշեցնե քեզի, բայց ասիկա լավ բանը չէր, օրինակը չէր։ Հիսուս լավ օրինակներ, որով Սուրբ Հոգին իրեն դարավ անաբադ։ Մովսես 40 օր 40 գիշեր որու ներկայացան աչև գեցավ։ Ադիգայել նորեն Աստուծո մեր, որ մեկ Աստուծո չէր։ Իսրայելի ժողովուրդը 40 օր 40 տարի իրենց ըմբոստության պատճառով 11 օրվա ջամփա էր 40 տարի արավ, որովհետև խստաբարանոց ժողովուրդ էր գսել Աստուծո առջև խոնար չէին, հբարդ էին, ըմբոստ էին 40 տարի անցուցին եւ այդ սերունդը հոմ մերավ։ Դեսես, սո անաբադներ գա Աստուծո է, անաբադներ գա, որ մեր ցերկով է։ Մենք գորոշենք որքան երկար պիտի լա։ Հրեշտակը Եղիային ասավ երկար ջամփա ունիստուն։ Մագարջ գլար, եթե դու սկիզբեն խոնար վիճակ ունենայիր, դու քեզի շատ հայրերդ ավելի մեծ չտեսնեիր եւ գամ խոստովաներ եւ ընդուներ, մի գարժնար աս ջամփատքու։ Բայց որովհետեւ դեր բռնված ես քու եսիդ բռնված ես քու հբարդության քեզի համար ջամփատ դեր երկար պիտի լա։ Մարդիկ կան, որոնք անաբադի մեջ դարիներով գեցած են։ Եվ ադեներ գնայիս ասպես տուն թուրսեն, երբ գնայիս մանանդ երբ հովիվը լաս եւ շատ բաներ գտեսնես, գիտես խնդիրը իր ինչ է։ Շատ անգամ ագանչը նույնիսկ չունի լսելու քեզի։ Եվ եթե ալ ունեցավն է ալ, չի դեսներ որ ինքը ադի։ Եվ գդարի, դարիներով գդարաբի։
գքաշքշե, նորեն գսես իրեն, մտիկ չներ քեզի։ Նորեն դարիներով գքաշքշե։ Եվ հանցավորը մյուսներն են, ինքը չէ, ինքը շատ լավ է։ Իրեն գնայես, գիտես որ խնդիրը ինչ է։ Ճագադին վրա է խնդիրը։ Գրված է, բայց ինքը չի տեսներ գորադի։ Եղյանալ հստակ է, Աստված գտեսնե որ խնդիրը ինչ է, եւ ինքը ադիգա չընդունի գոր։ Անոմար իրեն համար երկարավաս ջամփան։ 40 օր 40 գիշեր, բայց գերագուր դվավ իրեն որ բահեր են։ Նկատի արյանի, ամեն փորձություն որ մենք մեզի գտնենք մեջը։ Դագավին գտեսնես Աստված մեզի ամեն ինչը հայտայտած է որ ոնդեն դուրս կարենան գելել։ Մենք մեզի հոնգ բայենք շատ անգամ։ Մեգումը գխոսի ասի։ Նա վեր գացավ գերավ խմեց եւ այդ գերագրի զորություն ունի մեջը։ Ասի հեչ թեթևի չառնես։ Ադոր զորությամբ 40 օր 40 գիշեր ֆիզիկաբես աբրեցավ։ Սո ասուզո խոսքը որ գսենք խոսքը ինչ պիտն է, ֆիզիկաբես գմարնանա եւ քեզի զորություն ուտա։ Երևակայական բանը չէ ասի։ Ինքը իրական 40 օր 40 գիշեր ջամփա գդրեց։ Վեր գացավ, որովհետև ճանապարհը երկար է։ Եվ գերավ, զորացավ 40 օր 40 գիշեր քնած, ուր հասավ։ Մինչև Աստուծո լերը, Սարը, Քորեբ։ Քորեբը այնտեղն է, որ Մոսես Քորեբ լերը եւ Սինա լերը, ասոնք երկու կարևոր լերերն են։ Եվ Աստված հոնդեն միշտ խոսած ինչու Աստծո լերն է, գսեն։ Ինչու այդպես ջանցված է, որով Աստծո ներկայությունը գար այնտեղ։ Չէ՞մը։ Քորեբլերը եւ Սինալերը հոստեն բադվիրանները ստացան, հոստեն Աստծո խոսքը ստացան, 5 դագարանի մեջ ինչեր տեսան, չէ՞մը։ Սո Աստծո լերը գոչված է ասիգա։ Սո մինչև հոն հասավ։ Եվ նկատի առ եւ Աստծո խոսքը դակտակուդես վեր գեցած վիճակով, քեզի վերջ ուր պիտի հասցնե։ Աստծո ներկայության վայրը պիտի մտցնե քեզի, հոն պիտի դանի քեզի։ Ասե մեր պետք է վերջո ասի է ինչքան ալ մենք հուսահատ վիճակ ունենանք, ինգած վիճակ ունենանք, Աստծո խոսքն է ելքդ։ Աստծո խոսքն է որ քեզի պիտի դանի Աստծո արչև պիտի գեցնե քեզի, Աստծո մե խոսք պիտի առնես եւ զորանաս։ Մեկ հատ Աստված հետ թող խոսի։ Ինչ ալ գմդածեր որ մինչև այդ ժամանակը ամենը cancel գլա, delete գլա, աղբանոցի մեջ մեկ հատ անոնց չես նայր, որով Աստված քեզի բան ասավ։ Եվ ֆանատիկ կդառնաս ադոր մեջ, ես փորձառություն ունիմ, գիտեմ։ Ամեննալ։ Ահա, եթե խնդրես գլա։ Անպայման գլա, ես վգայեմ, գլա։ Մեկ հատ Աստված քեզի հանդիպի, ինչ որոշերես, ինչ ծրագրերես, ամենը, ինչ դարիներով ալերես նե ադիկա։ Ամենը աղբկերտա։ Եղյային պետք է ադի էր, որբեսի եդ իրեն ոտքի գենտնեցնե։ Աստված պետք է հանդիպի Աստուծո։ Եվ գրնար Եղյան, գիտես, ուդել գերագուրը եւ որոշում առներ, զղջար ադ վարյանեն, գրնարն էլ, զղջար, եւ եդ իր գոչումին երթար։ Բեկչուներ աս բոլոր բաներն անցնելու իրականության մեջ։ Բայց որովհետև ինքը թաղած էր ինքը սխալի մեջ եւ անգե չեր ուզեր գորելել, ինքը պետք ուներ մեկ հատ Աստծո առջև գնա։ Աստված իրեն հոնասուց, իր պետքը ճանչնալով իրեն հոնասուց։ Սո երբ դու Աստծո խոսքը վեր գեցած վիճակով ուտես, քեզի պիտի դանի Աստծո առջև։ Անգարելի է Աստծո խոսքը ակտիվ ցևով գարտաս եւ քեզի Աստծո դե չի դանի ադիգա։ Հիսուսին չհանդիպես, անգարելի է։ Որքան սխալներ ունենաս, որքան թերություններ ունենաս, մինչև անադեմ որ սրդիդ գեցվածքը այո է Աստծո խոսքին։ Ինչ ալլա քեզ մեկը բանջե, դու նադոր մեջ այո ես եւ հավատարիմ ես, Աստծո առջև կգնաս դու, ի վերջո։ Փախուստությունից։ Քեզի աս խոսքը մեկ ադրես ունի, մեկ դեղ պիտի հասնե քեզի, անունը Հիսուս է։ Նա վեր գացավ, գերավ, խմեց, զորությամբ 40 օր քնած մինչև Աստծո Սարը Քորեբ եւ այնտեղ մտավ մի քարայր եւ օթևանեց այնտեղ։ Հիմա այս բարերը գարտաս գարձես լավ բան մը գբադայես, բայց լավ չէ։
պետք է ինքը Աստծո առջև գենար ի վերջո։ Բայց ինչ հրավ, կորեփ լերը հասավ, գիտե ասի Աստծո ներկայության վայրն է, քարայրը մկդավ, ինքզին կոն դրավ եւ հոն օթևան շինեց։ Հոնդե անգորին դրավ, հոնդե բարձ դրավ, հոնդե բարգելու սկսավ։ No, Աստված ադոր միտքը, Աստծո միտքը ադի չեր, որ իրեն հոնդաներ եւ իդ քնանար։ Ադորա մարգտարնա Աստված իրեն ինչ կսե, այսօրվա վերնակիրն է, ինչ ունես այստեղ եղիա։ Ինձ համար միշտ դարնակ եղած է, ինչու համար Աստված իրեն աս խոսքը ասավ։ Ինչ ես անում այստեղ։ Ինչ կնես այստեղ եղիա, դու սխալ դեղ եղերես։ Աս դեղը այն դեղը չէ, որ ես քեզի սիվոր քաս։ Ինչու հոս ես տուն։ Ինչու հասար հոս եղիա։ Եվ այս հարցումը պետք է եղիային մեկ հատ մտածել դար։ Ես ինչպես հոս հասա։ Ինչու հոս հասա։ Եվ որ Աստված քեզի հարց տա, այդ հարցը քեզի գուտա, որպես մեկ հատ նստիս մտածես։ Եվ որ Աստված ինձի իսավ այդ թակավորած 16-րդ գլուխին վրա խոգա ասավ, ես արտնցա վերնակիրը գարտացի, եսի օքեյ հասկացա նամակը արի։ Հետո գեցա ասանք հոգին մեջս հարցում անեց, ասավ դերը ինչու համար քեզ պիտի սե 16-րդ գլուխը գարտաս, եթե ադոր մեջ են քեզի դալիք չունի, վերնակիրեն եթե պիտի հանեիրն է ամեն ինչ։ Եվ որ ես բաղած վիճակի օրերում մեջն էի, Աստված ինձ մեկ հատ հարցում հարցուց, ուրիշ բան չասավ ինձի։ Ասավ ինչ կներ առաջին օրերում։ Եղիային հիմա հասավ իր ամենավատ վիճակի մեջ, Աստված իրեն մեկ հատ հարց տվավ։ Ինչ է սայանում այստեղ, Եղիա։ Ինչ կնես այստեղ։ Գիշեք Եղիան սկիզբը մեկը չէր գիտեր իր մասին, Աստծո խոսքին իման վրա գշարժեր, իրեն ասավ ակապին կնա, ինքը այնտեղ կնաց։ Եղիային ասավ հիմա ելիր քերիդ հեղատ կնա, այնտեղ կնաց։ Հետո ասավ ելիր Սարեպտա կնա, այնտեղ ես գնոջը հրամայած եմ, որ քեզի պիտի հոգա եւ կնաց, այնտեղ։ Եվ ուրդեղ որ գերտար Աստծո խոսքով գերտար, որով Աստծո իրեն գսեր այնտեղ պիտի երթաս, ինքը այնտեղ գերտար եւ այնտեղի օրնությունները գվայելեր։ Հիմա ինքը գտնվեցավ դեղը, որ այնտեղը չէ։ Ադու համար Աստված իրեն ասավ ինչ գնես այստեղ։ Դու պետք է այնտեղ լաս։ Գոչում եք ինչու փախեր ես։ Երկրի մեջ մեծ վերարտնություն բերիր, իմ ցերկովս անշուշտ, մեծ վերարտնություն եղավ 850 մարգարե մերավ ամբողջ Իսրայելի ժողովուրդը ձունգի եկավ։ Մեկը իրեն պես այդպես բամը չերած։ Ամբողջ Իսրայելի ժողովուրդը ձունգի եկավ Եհովա Աստծո առջև։ Սովը բերավ, սովը գեցուց, անցրև բերավ, գարքեն ավելի արագ վազեց, երկինքեն գրագ իջեցուց։ Ինչեր հրավ Եղիան։ Եվ գիտես այդ մուվիները կան, որ գինոները, որ վերջավորության ասենք մեկը climax մգլայ, ասենք սիրտդ կհանգչի։ Ճիշտ հագարակ եղավ։ Եվ դերես այդպես մուվիմը, որ ճիշտ հագարակ եղավ, ասենք սիրտ քերին ինգավ։ Սիրիերանի չի դիդեի ասիգա։ Քիտնայ ասանք պիտ վերջանալ չէի դիդեր, չեմը։ Եղիային բացությունը այդպես կլա։ Ամեն ինչ վեր գելնե, երգիրը վերարտնություն, երգիրը Աստուծո է սկսավ գալ, մի գործվեցավ Եղիան, մեջտեղ չի գա։ Ուր գնաց։ Ինչ կնես այստեղ Եղիա։ Դու մեկը այնտեղ լաս։ Ինչպես հոս հասար, անեփուն հարցումը։ Եվ Եղիային ուզեց, որ ինքը մտածե ադոր մասին։ Ինչպես ես հոս հասա։ Ինչն էր պատճառը, որ ես հոս հասա։ Ինչ պատասխանեց Եղիան։ 10-րդ համար։ Ասավ լավ նայեցեք, առաջին բարին վրա է շեշտը։ Ես մեծ նախանցախնդրություն ունեցա զորությունների դեր Աստծո համար։ Քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանթել են քո սեղանները եւ քո մարգարեներին սպանել են, որով մենակ ես եմ մնացել, տեսնես։ Ամեն անգամ սկսես եսով խոսիլ, պետք է ալարները սկսի վարիլ։ Մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որը սպանեն։ Բոլորը սա գիտեն ասիգա սխալ է։ Սկզբունքով ինքն ալ գիտե ասի սխալ է։ Որով ինքը ապտիա ծարային լսած էր, որ քանի հոգի գա, իր մեզад 100 հոգի գա, կոնե 100 հոգի գա մինիմում։ 100 հոգի գա, որ 50-50 թաքցված է քարայրներու մեջ, ադիգա Աստված իրեն բացավ ադիգա, ապտիային փերանովը էսավ իրեն։
որովհետև այդ վարգյան, այդ օրերեն Աստված սխալ բան կգտեսներ որ արդեն մեջը։ Եվ իրեն ուզեց արտնցնել, որ մի անտուն չես յայա։ Քիչիկ շատ ուրած կգտեսնեմ քեզի։ Քիչիկ ֆսիր։ Իջիր քիչմը։ Քիչիկ շատ տուն քեզի parçalcerես։ Մինակ չես տուն ոստեղը։ Աստված մասնավոր ադի հոնդե իրեն բացավ։ Դե ոչ ադնույթը բեք չուներ բացվի։ Գեցիք Աստված ինչպես կաշխատի, չէ։ Խնդիրը սկիզբեն դեսած է Աստված, անոր համար առաջ կարած է։ Եղյան ադիգա ինչ հրած է, մեկ գոմ դրած է։ Ջի կարծես չէ լսած այդ խոսքը։ Եվ այնպես գարդայդվի Աստծո արջև եւ գսե, մենակ ես մնացի։ Փոխանակ ինձինքը խոնարեցնե։ Ինձինքը ինչ հրավ։ Արդարացուց։ Ինձ մեզ այդ մեկը չի գա։ Ես եմ միակը, որ հայտնություն ունիմ, ես եմ միակը, որ ասմագարտագի ծառայություն գնեմ, ես մեծ նախանցախնդրություն ունիմ եւ ասփարերը կարեւոր են, որովհետեւ ինքը նույն խոսքով ասած գլար, որ ինձ մեզ զատ մեկը չի գա, որ նախանցախնդրություն ունի, ասմագարտագով քեզի հանդեպ։ Կտեսնես իր խոսքերը։ Ես մեծ նախանցախնդրություն ունիմ։ Եվ դակավին հոժար չէր, որ ինքը խոնարեր։ Աստված լավ գիտե իրեն ըսված է, որ ուրիշ մարգարեներ ական, որ ձուն չեն զրած։ Եվ ինքը ադիգա գանդես է։ Հետևաբար փոխանակսեր Աստուծո սեր դեր ես եմ խնդիրը։ Շատ անգամ աղոթքի կմտնենք գսենք դեր Եղիային փոխե, Եղիսեին փոխե, Եղիսապետ սորի։ Անունը ինչ Եղսային փոխե, Սուզանին փոխե։ Լավ է, քեզի մարգարեներով անուններով փային։ Շողիգին փոխե։ Չեմը։ Գարենը չիղերուս վրա գել է, որ Գարենին փոխե դեր։ Դու աչքերը բաց թող տեսնե։ Ինքը լավ է։ Ամեն ադի լավ աղոթք է, բողոսնալ գաղոթեր ադիգա։ Բայց ընդհանրապես աղոթքի ժամանակ ով են խնդիրները, մենք չենք խնդիրները, ով է խնդիրը, թիմացինն է խնդիրը։ Փոխանակ մենք խոնարհին գսենք դեր ինձի փոխե։ Ինձի փոխե։ Ինձի փոխե։ Հիսուս ամեն ինչ են անցավ մեղ չկորզեց։ Եվ հա, Հիսուսին թեմ շատ անարդարություններ եղավ։ Եթե մեկը գա, որ քեզի լավ կհասկանա, անունը Հիսուս է։ Ինձ մե ավելի։ Ես գնալ չհասկանամ անդքան ինչպես Հիսուս պիտի հասկանա քեզի։ Անցավ ամեն խնդիրներ հետ անգե ավելի քեշերենալ անցավ ինքը, բայց չմեղանչեց։ Եթե մեկը գա քեզի լավ կհասկանա, անա Հիսուս է։ Եվ եթե ինքը գրծավ անցնել առանց մեղանչելու, Եսա գրնամ անցնել առանց մեղանչելու։ Հիսուս քեդին չինգավ։ Գիտես, եւ որ ինքը իմացավ, որ հութան է, որ իրեն պիտի մատնե, ծառայությունը չի լքեց։ Չեմը։ Չսավ հերիք է դեր չեմ թիմանար որ։ Խաչին վրա է փարիսեցիները վրան կխնդանվարեն, ժողովուրդը վրան կխնդանվարեն, ասին, եթե իսկապես ինքը Աստծո որդին է, թող խաչեն վարի չեցնե ինձինքը։ Այդ խոսքերը լսելով չիչան խաչեն եւ սա հերիք է խալած չեմ թիմանար վրա այլևս։ Չաստեց իրեն։ Չեմը։ Իր ամենամոդիկը իրեն թավաջանեց եւ իրեն չաստեց։ Անոր ոտքերն ասերպեց։ Սոսել է վիճակ մգա ինքնություն մգա, որուն ես գրնամ հասնիլ, որ շուրջիններս ինչա լնեն ինձի, ամենամոդիկներս լնեն ինձի, ես կեդին գրնամ չինալ։ Անու համար ես միշտ կաղոթեմ գսեմ դեր ինձի փոխե։ Քանի երբ կդեսեմ թուն չես ինար, ուրեմն ես հա գրնամ չինալ եւ ես դեր փոխվելիք ունիմ։ Ընդհանրապես միշտ հանցավորները ուրիշներն են, ուրիշներուն վրա գնետենք։ Դե շատ սելիք ունիմ։ Դες ժամեն ավելի խոսեր եմ արդեն։ Արդյոք Աստված քեզի հարց մը գուտա, որուն համար թուն նույն պատասխանը գուտաս Աստծո միշտ։
Ես ժամանակն է, որ մեկ հատ մտածես, ես արդյոք ես եմ խնդիրը։ Եղիա իր հբարդության պատճառով հոս հասավ։ Հիմա պիտի չգարնամ շատ ավելի հերու երթալ հաջորդ անգամ ավելի կշարունակեմ ասիգա։ Նույնը ասպես դերմը հասցուցի, որ ֆինալին պետք է հասնի վերջո, բայց եւ այնպես այսօր պիտի չգարնամ։ Հետևաբար պիտի ուզեմ որ մեկ հատ մինչեւ իմ աս խոսքին հիման վրա մեկ հատ մտածես, արդյոք դու դերմն ես որ պետք չէ լաս այսօր։ Եվ արդյոք Աստված քեզի գսե, ինձի գսե, ինչ կնես որ այստեղ։ Եվ փոխանակ Աստուծո ասենք դեր է Գայանեն, դեր է Արամը, ամուսինս, դեր այդ ամուսինը որ տուն ինձի դվիր, դեր այդ գինը որ տուն ինձի դվիր, չեմը, հեչ գիշեցնե քեզի պամը, մարդուն անգումի օրը չեմը, Ձննդոցի մեջ ժողովուրդ դեսա չէ, ատամը ինչպես ինգավ և ասված իրեն հարցուց, ատամ ուր ես, ատամ, ինչու այն դեղը չես, ուր ես կեզի գագնգալ եմ որը լաս, ուր ես տուն, արդյոք գերար, այն բդուղեն, որ կեզի իսի, որ չուդես, դեր այն գինը, Առաջին օրենը սկսավ աս խնդիրը, ասի նոր պամը չէ, դեր այն գինը, որ տուն ինձի դվիր, դեր այն եկեղեցին, որ տուն ինձի դվիր, դեր այն քույրը կամ եղբայրը, որ տուն իմ քովս թրիր, դեր այդ գինը, որ կամ ամուսինը, որ տուն ինձի դվիր, դեր այն հովիվը, որ տուն ինձի դվիր, իրենք են խնդիրները։ Եկ ազո արջև ասպես մեր ցերկենի սպարսացենք, խոնարինք, չսպասենք, ավելի խորուն գերտավի, դեսնեք հաջորդ անգամ Եղիան հոս չի վերջացավ պատմությունը, թեր գերգարի և Եղիային թերությունները դեր ավելի պիտի դեսնես, բայց և այնպես մի ցկեր հոնդեը հասնի, ազո արջև գանքնինք, եթե գա մեգումը հանցավոր հանած ես տուն, այսօր ժամանակն է, մեկ հատ դառնաս և տուն քեզի նայես, դե Հիսուս կսեր մի թադեր ուրիշին, ասիկա մեր բադվելին ալ մեզի կսեր, և որ մադը դասպես կնես մեգում վրա, երեք հատ մադ ունիս, քեզի կծծնեգոր Ամեն մեկ մադիտ, որ ասանք կնես, տուն երեք անգամ հաշիվ բիտ դաս ազո արջև, երեք անգամ ավելի հաշիվ բիտ դաս, և որ տուն գսես, շողիգը, աբա տուն, չեմը, սո եկենք դերոջ արջև գենանք, ազո ներգայության մեջ մտնենք, ասենք դեր, ինչ պան, որ ուրիշին ինձ երած է, անոնք ամեն գարցագեմ ինձ մե, և ուրիշին հանցավոր թնել են գթաթրիմ, Ես պիտի չարդարացնեմ ես ինձի, տուն ինձի պիտի արդարացնես, ես չէ որ ես ինձի պիտի արդարացնեմ, և քո արջևդ գխոնարիմ դեր, և ես գաբաշխարեմ, ինձի փոխ է,